Holiday season is coming, բարեկամներ ողջույն Facebook-ով դիտող մեր ռադիոլսողներին, օլաներ, FM 107.5 HD 3 ռադիո լսողներին, բոնժորներ, բարևներ, հելոներ եւ բոլոր ջերմ խոսքերը, բայց հայերենին ոչինչ չի հասնին, բարև, իհարկե շատ լեզուների ցավոք չեմ տիրապետում, բայց ամենայն դեպս այդ 3-4-ը որ գիտեմ, բարի արև մենակ հայերն են ասում, բարի արև, այդ մի բարով ցանկանում ես եւ բարին, եւ արևը, եւ գեղեցիկը, այն օրը եթերում ասեցի հեթանոսական արմատներիցը խաչակնքվող սատանաները խաչերով հարձակվեցին ին վրա, ես սիրում եմ այդ պահերը, երբ որ ասում ես մի բան ու անգրագետները ղզղնում են, դրանից հաճելի բան ուղղակի չկա, երբ որ դու գիտական ինչ-որ մի բան, օրինակ չգիտեմ, ասում եմ գառնու տաճարը Միհր Աստծո տունն էր եւ Խոսրով Դուխտի շնորհիվ այն մնաց որպես ամառանոց եւ քրիստոնեության ժամանակ չտապալվեց։ Հարցակվում են, բերանները փրփրոտ։ Այդպես բան չի եղել ուսուցելա։ Ասում եմ եղբայր ջան, հանգիստ, շնչեք ընկերներ, շնչեք, ովքեր այդպես են կարծում, շնչեք, որովհետեւ այսօր շատ լավ օր է։ Այսօր ՄԱԿ-ը հռչակել է որպես հոգևոր հավասարակշռության օր, հայերին դա իհարկե դժվար թե վերաբերի, հոգևոր հավասարակշռությունը ամեն մարդու բան չի, մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ առանձնապես դենց հավասարակշիռ մի դժվար է այդ ամեն ինչը պահպանել, չէ, հայ ենք, տաքարյուն ենք, էմոցիոնալ ենք, քաղաքականություն, պատմություն, կրոն, մշակույթ, նիստուկած, բարքեր, ավանդույթ, ծես, այ աստված իմ ինչքան բարդ բաներ կա մեր շուրջը։ Բայց դա այդ ամենը որպես հանրագումար մեզ դարձնում է այն ինչ որ մենք կանք, իսկ ես միանշանակ իհարկե հպարտ եմ իմ ազգությամբ, իհարկե հաճախ անձի երկակիունություն կա, որովհետև երբ որ սովորում ես, երբ որ համաշխարհային գրականություն ես կարդում, հասկանում ես մի բան, որ պետք է հպարտանալ նրանով, ինչը դու վաստակել ես։ Հպարտանալ մի բանով, ինչը դու չես վաստակել, մի տեսակ նարցիսիզմ է, հա, եսասիրություն է եւ այլն, էգոցենտրիկ է, եսակենտրոն հայերեն ասած։ Դրա համար ազգությամբ հպարտանալը չգիտեմ, ես հպարտանում եմ եւ կարծում եմ մեր ռադիոլսողները կհամաձայնեն, եկեք հպարտանանք ոչ թե նրանով, որ ազգությունը, որ մենք կապ չունենք, չէ, մենք չենք որոշել, մենք ուզբեկ ծնվենք թե հայ։ Դա նախախնամության կարգով բաժինը հասել մեզ ազգություն, եկեք հպարտանանք լավ հայ լինելով։ Դա կարծում եմ շատ ճիշտ ապրելակերպ կլինի, որովհետև հայը իր հազարամյա ճանապարհը, որ անցել է ու անցնում է, մեծամասամբ ինքը շատ ազնիվ, աշխատասեր, արարող, կրթությունը որպես լույս դիտարկող, բայց հաճախ այդ լույսից այրվող մեկն է։ Եվ ես դրա մասին շատ եմ խորել նաև հայ ամերիկյան օրագիրը գրքում, որից մի հատված այսօր անպայման կկարդամ։ Դրա համար եկեք հպարտանանք ոչ թե նրանով ուղղակի, որ հայ ենք, որովհետև մենք ոչ մեկս չենք ընտրել ծնվել հայ, մենք ծնվել ենք նախախնամության կարգով, եկեք հպարտանանք լավ հայ լինելով, որովհետև իրոք պատմության էջերը թերթելով, տեսնելով ու ծանոթանալով մեր ժողովրդի անցած ճանապարհը ինչպիսին է եղել եւ մահը հաղթելով, օտարությունը հաճախ հայրենազրկվելով, հոգևոր տաճարները կորցնելով, մենք կարողացել ենք մեր տեսակը, մեր եսը, մեր ինքնությունը պահպանել եւ դա շատ լուրջ բան է։ Դրա համար եկեք հպարտանանք դրանով ու պահպանենք ամեն մեկս պահպանենք դա ու հպարտանանք իրոք լավ հայ լինելով։ Այսօր մենք հուսամ մենախոսության փոխարեն կունենանք երկխոսություն, ճիշտ է դուք Facebook-ով հաղորդագրություններ բան գրում եք, բայց ձեր հայի տիպարը կցանկանամ իմանալ ինչպիսինն է, այսօր հոգևոր հավասարակշռության օրն է եւ ռադիոլսողների հետ ուզում եմ զրուցել հայի ու հայկականի մասին, հավասարակշռության, տաքարյունության, հայկական բնավորության առանձնահատկությունների մասին եւ հուսամ կզանգարեք եթեր 747 477 3444 եւ միասին կզրուցենք։ Բարի, ես կսպասեմ ձեր զանգերին, բարեկամներ, ովքեր դիտում են, ընկերներ, այդ լայքերը այնքան կարեւոր բան է, խնդրում եմ, մանավանդ on-line, հա, Facebook-ա, YouTube-ով լայքեր դրեք, որովհետեւ Facebook-ն ու YouTube-ը ալգորիթմներով են բանանում, եթե ինչ-որ լայքեր եք դնում, ինքը ավելի շատ մարդկանց է սկսում ցույց տալ։ Ասենք մենք մեզ հետևում է 50,000 մարդ, բայց տեսանյութը դիտում է 5,000 հոգի, 4,000 հոգի,
եւ առնվազն 10 անգամ քիչ, այսինքն, հա, այդ լայքերի պատճառն է, որովհետեւ մեծ մասը play-ա տալիս ուղակի գնում է գործերին եւ այդ լայքերը չի աշխատում, դրա համար դա ձեր փոքրիկ թող ներդրումը լինի, հուսամ հասկանում եք։ Շնորհակալ եմ անկալման համար։ Հիմա ընկերներ, հայ ու հայկականի շուրջ հոգեվոր հավասարակշռության շրջանակներում առաջին հայացքից իհարկե հեշտ է ասել, վայ, պահպանենք հոգեվոր հավասարակշռությունը, մեր հույզերը, բան, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ այդ ամենը ձևավորվում է մարդու տեսանկյունից տասնամյակներով։ Ես երեք մեր տանը ջեր միջոցառում էր, մեր տան հավաքներն էին հավաքվել, մեր Գերդաստանի ամենաավաքը եւս պապիկիս մեծ քույրը եւս ներկա էր եւ զրույցները ընտանիքի ազգի բանի հասան մի շատ հետաքրքիր հանգրվանի։ Ասեցին ընդհանրապես էլի ազգությունը բաները ինչ փուլերով են անցել։ Ասենք պապիկիս մեծ քույրը մեծացել է համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։ 30-ականնի ծնունդ է, 39 կարծեմ թվականի ծնունդ է, այսինքն իրան բաժինը հասել, ասում է, սովի տարի էր, մայրը սենց եւ այլն, հայրը ստալինյան ռեպրեսիայի զոհ էր, հորողբերներս բանը պատերազմի զոհ դառան, բան, ինչ որ սենց բան։ Հետո հարցը ասավ մի քիչ ավելի երիտասարդ, տենց 60-65 տարեկան խմբին։ Նրանք իրանց խնդիրներից սկսեցին պատմել, որ հետ պատերազմյան էր, չգիտեմ ինչ էր, էսերեն էր։ Հետո ծնողներից տարիքին հասավ, ասեն 50+ խմբին հասավ։ Չեչնիայի կռիվ էր, սովետի, չգիտեմ ինչն էր, սպիտակի երկրաշարժն էր։ Okay, լավ, հետո եկան իմ սերունդին, ասեն 90-ականներ։ Ահա, սովետը քանդվավ, իշխան փող ունեին կորավ, մութ ու ցուրտ էր, Ղարաբաղի կռիվ, Երևանից Նիվեքը հավաքում տանում էին ֆրոնտ, ազգայնացում էր բիրտ ձևով տեղի ունենում, ստեղից էինք լույս քաշել, ընդեղից էինք հոսանք քաշել, հացի հերթ էր, տատին չգիտեմ ինչ էր, մի խոսքով ասենց ինչ-որ պատմություններ։ Հետո էլի շարունակում ենք, Աստված իմ ասում, բայց փաստորեն դրանից բացի հետո ներհայաստանյան ճգնաժամ, իշխանափոխություններ, մարտի 1-ի դեպքեր, ապրիլյան պատերազմ, քառօրյա պատերազմը, չէ, այս տխրահռչակ զարգացումները, վերջի-վերջո 44 օրյա պատերազմը, բան, ասեմ լավ, փաստորեն ամեն սերունդ ունի ինչ-որ մի շտամպ, որը եւ ձևավորում է անհատին։ Դրա համար հիմա որ ՄԱԿ-ը հոկտեմբերի 10-րդ ամսվա 10-րդ օրը հռչակել է հոգեվոր հավասարակշռության ժամանակաշրջան, ես կարծում եմ ամեն ժողովուրդ, եթե խորանա, բոլոր սերունդների ժամանակ եղել են այնպիսի դեպքեր, որ այդ հոգեվոր հավասարակշռություն պահել այդքան էլ հեշտ բան չի։ Էլ չեմ ասում իմ ասեմ, հիմա լոսում են մեզ լսում, ասեն, բա իրանց ժամանակ, ասենք արտագաղթել են, ինչերի մեջով են այդ մարդիկ անցել։ Ոմանք այնպես չի, չէ, որ ձեռքերը պարզած եկել են ամեն ինչը հալած յուղի պես թափած։ Լեզու չեն իմացել, թուղթ չեն ունեցել, փող չեն ունեցել, մնալու տեղ չեն ունեցել, գործ չի եղել, մի խոսքով, բայց հաղթահարել են այդ մարդիկ։ Հաղթահարել են եւ այլն եւ այլն եւ կարողացել են իրենց այդ ունակությունների վրա հենվելով ու գնալ եւ հասնել այնտեղ, որտեղ որ հասել են։ Դրա համար հոգեվոր հավասարակշռությունը պահպանել լավ խորհուրդ է, բայց թե այդ ամենը ինչ նստվածք է տալիս մարդու մոտ, հա, բնավորության ձևավորման տեսանկյունից, հետո հետագայում առողջության, այդ ժողովուրդը լավ խոսք ունի ասում, ասում է քթերից է գալու, հիմա այդ է։ Հիմա 90-ականների սերունդը ասում են նյարդային է, հիվանդ է, հաճախ ինչ-որ խնդիրներ է ունենում եւ այլն, այդ ամեն ինչը որտեղից է գալիս։ Ես ընդհանրապես մեր բոլոր ժամանակների իշխանություններին ինչ եմ մեղադրում։ Մեղադրում եմ ասելով, որ դուք ընդհանրապես 90-ականների սերունդին պետք է հատուկ կարգավիճակ տաք։ Երևանում ապրողներին, որ առավել եւ Հայաստանում ապրող 90-ականների սերունդին պետք է հատուկ կարգավիճակ տաք։ Որտեւ այն պայմաններում է մեծացել 90-ականների երեխեն, այն զրկանքներն ա տեսել, որ հիմա մեկ-մեկ իհարկե բարկանում եմ այդ նիվեքը բաները, այդ այլանդակ բաները, որ Երևանի փողոցներում տեսնում եմ, որը ընդհանրապես հայ ու հայկականի հետ կապ չունի։ Հետո մյուս կողմից ասում եմ, դա ներվային են։ Ներվային հիստերիկ մարդիկ են, անգրագետ, հիստերիկ, վատ մանկության հետևանք է, որ այդ ամբողջ մաղձը դուրս է պրծում այդ խեղճ նիվայի ջանից։ Չի կարող նորմալ ընտանիքում մեծացած, նորմալ, չեմ ասում
ոսկյա բարձերի վրա, դա նորմալ ընտանիք, քիչ թե շատ մերը հերը նորմալ մարդիկ են, քիչ թե շատ կրթված բան։ Նորմալ արժե համակարգ ստացած, նորմալ հաց կերած անձնավորությունը, տատիի ջերմություն ստացած, պապիի խրած ստացած մարդը չի կարող Երևանի կենտրոնում մի հատ այլանդակ մեքենայի մեջ ավելի այլանդակ երաժշտություն միացնել եւ ահաբեկել մարդկանց։ Դա հնարավոր բան չի։ Դա հնարավոր բան չի։ Դրա համար, քանի որ այսօր հոգեվոր հավասարակշռության օրն այսօր update լրատվականում էլ մեծ թեմայի շուրջ խոսել, հիմա զրույցը տեղափոխել եմ ռադիո։ Ուզում եմ հասկանամ ոնց է դա լինելու այդ 90-ականների ժողովուրդը, ես իմ սերունդը 20 տարուց ամենայն հավանականությամբ մտնելու ենք, արդեն մտել ենք մեծ կյանք, բայց 20 տարուց լինելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնական բնակչության կոնտինգենտը։ Հիմա ի՞նչ է ստացվում։ Ինչպիսի հասարակություն ենք մենք ունենալու 20 տարուց, որոնք որ այդ դեպի ավակ սերունդ ձգտող սերունդն ենք մենք լինելու։ Այս շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրելու, մենք միասին կհետևենք։ Ես էլի կլինեմ եթերում։ Էլի կդնեմ կլոր ակնոցները, կբացեմ երևի, չգիտեմ, որ իրոր գիրքը, որը հուսամ կգրեմ, ու ձեզ հետ միասին կքննարկեմ։ Դուք էլի Լոս Անջելեսում, ոմանք Եվրոպայում, ոմանք Կանադայում, ոմանք ինչու՞ չէ Հայաստանում կոմենտներ կգրեք, այն ժամանակ չգիտեմ Facebook կկոչվի, ինչ կկոչվի, բայց այդ հարթակում մենք էլի կխոսենք, որովհետև այս դիալոգը չի կարող ընդհատվել, ընդհանրապես այս երկխոսությունը չի կարող ընդհատվել ոչ մի դեպքում։ Մի քանի տվյալներ եմ առանձնացրել ՄԱԿ-ի այս տոնա օրը, չգիտեմ, այս օրվա կապակցությամբ։ Ահագնացող թվեր է հրապարակում Միացյալ Ազգերի կազմակերպությունը, ասում է Ժորժ ջան, աշխարհի ամեն 7-րդ մարդ անգրագետ է։ Սկզբից ես չէի հավատում այդ թվերին, որովհետև ասեն դա հնարավոր բան չի։ Բայց այո, հաշվի առնելով տոկոսային բաշխվածությունը բնակչության մոլորակի վրա ոնց է, ասենք Հարավարավելյան Ասիա, Չինաստան, այնտեղ Ինդոնեզիա, Հնդկաստան, Բանգլադեշ, չէ՞, խիտ բնակեցված տարածքները, այնտեղ մարդիկ անակ Հնդկաստանում, Բանգլադեշում որոշ շրջաններ կան, Պակիստան անգամ, որտեղ բառացիորեն անգրագետ են մարդիկ, տարածիորեն տարաճանաչ չեն։ Ու երբ որ դու բաժանում ես ամենամեծ բնակչություն ունեցող ժողովուրդներով ամբողջ աշխարհի մակարդակը, փաստորեն ՄԱԿ-ի տվյալներով 6 ու 8-ը, հա, համարյա 7, ամեն 7-րդը անգրագետ է։ Ուրեմն, եթե դու ինչ որ բան ես արտահայտում, ինչ որ միտք ես արտահայտում, պիտի վստահ լինես, որ դու հերթական այդ 7-րդի հետ չես էլի բանավիճում, որովհետև մեր գործը ոնց է, դու արտահայտում ես մտքեր, որ դու ունես խոսափող, մարդկանց հասնում է քո խոսքը, բայց դիմացինը շատ-շատ կարա զանգի եթեր կամ ինչ-որ մեկնաբանություն գրի, բայց ինքը չի կարողանում շատ հաճախ արձագանքել քեզ, ունես տպավորություն է ստեղծում, որ դու ասեցիր, անցար գնացիր, ուրիշը չպատասխանեց, ու ինքը մտնում է քո այդ բանավեճի մեջ։ Հիշում եք, օրեր առաջ մեկը զանգեց, բա քո մասին, ես իմ ովքեր, ես իմ ինչ են ասել, ես իմ որտեղ։ Դե հարցը հենց այդ է, այսինքն եթե դու մտնես բանավեճի մեջ, դու ընկնում ես այդ շրջապտույտի մեջ, որից դուրս գալը գրեթե անհնար է, որովհետև մեր բնակավարը ոնց է, մենք զբաղվում ենք հրապարակային գործունեությամբ։ Ասենք, ես Լոս Անջելեսի համար 1 եթերում առանց ավելորդ չափազանցության ու մեծամտության ամենալսելի թոք-շոուում ինչ որ բան եմ ասում, որը գուցե շատ-շատերին դուր չգա, մի մասին շատ է դուր գալի, մի մասին դուր չի գալիս, բայց մենք բանավեճ չենք սարքում։ Ոչ մեկ չի մտնում, պատկերացա մեկը մտնում է, բան, ահա, երեք եթերում էս ինչը սենց բան ասես, բան, ու ես հակադարձեմ, ու ես էլ մտնեմ, ահա, Պողոսը սենց բան ասես, բան, ընկերներ։ Ես ունեմ չգրված օրենք ներսում, մինչև այս բնակավար մտնելը։ Ես երբեք չեմ հայհոյում եթերում։ Ես փորձում եմ հնարավորինս մաքուր խոսել եթերում։ Եթե հանկարծ ինչ-որ մի բան էլ հումորային բան է լինում, այդ հումորը կոռեկտության սահմաններում է լինում։ Եվ եթե ինչ-որ մեկը կամ ոմանք, որոշ, ինչ ասեմ, չբեղնավորված ձվաբջիջներ իրենց թույլ են տվել փողոցային, տաղավարային մակարդակի բաներ ասել եթերում կամ ինչ-որ միտեղ գրել, ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում հակադարձել, գտնել, թագ անել իրանց ինչ-որ բան ասել, հասկանում ես, դրա համար
ես անում եմ իմ գործը տարիներ շարունակ, եթե իրանք չգիտեմ, ինչ որ մի կարճ ժամանակ է ընդհանրապես գոյություն ունեն, ես 15 տարվա իմ եթերները կարամ ցույց տամ, ինչի մասին եմ խոսում, ինչ քարոզ եմ անում, ինչ եմ ուզում հասկացնեմ մարդկանց, ինչ մեսեջներ եմ ուղարկում, ես կարամ ցույց տամ իմ կենսագրությունը, անցած ճանապարհս, կրթությունս, վերջը, որով հպարտանում եմ ու այդտեղ որևէ մեծամտություն չկա։ Ես կամ ցույց տամ իմ աշխատությունները, Գլենդելում 5 տարի գործող իմ հայապահպանության կենտրոնը, որտեղ տասնյակ, գուցեև հարյուրավոր աշակերտներ են սովորել ու սովորում։ Կարամ ցույց տամ իմ on-line դպրոցը, որ Արգենտինայից Ավստրալիա, Նոր Զելանդիայից Բրազիլիա ու Ամերիկա երեխեք են սովորում հայոց լեզու, որ գալիս են Հայաստան, տանում են Գարդին Գեղարդ, տանում են Կոշական։ Ես կարամ ցույց տամ իմ գիրքը, որ գրել եմ, կարամ ցույց տամ իմ դպրոցը, որ միշտ գնում եմ ուսուցիչների հետ կապ եմ պահպանում, փորձում եմ մարդկանց օգտակար լինել։ Կարամ ցույց տամ դասախոսություններս պետական համալսարանում։ Կարամ ցույց տամ, չգիտեմ, այն ինչ որ ես անում եմ մեծ հաշվով։ Ու ինչ իրանք կարան դրան հակադարձեն, որ ինձ հայհոյել են, թո հայհոյեն։ Ես գիտեմ ովքեր են հայհոյել, չբեղնավորված, էլի եմ ասում, ձվաբջիջներ։ Որտեվ որպես բժիշկ, դրանպես ձվաբջիջը պիտի բեղնավորվի, որ դառնա զիգոտ։ Եթե չկայացած զիգոտները այտենց բաներ են ասել, ես իմ արժանապատվությունից, իմ կրթությունից, իմ ընտանիքի ծագումից ու ընդհանրապես իմ անցած ճանապարհից ավելի ցածր եմ համարում որևէ բան հակադարձելը։ Այդքան բան։ Վերջ։ Բարի լույս Լեգ Բալբոայից, հենց հարազատ մարդիկ, Նարա Ասլանյանը, կարկին մարդիկ, ասեն բարև ձեզ։ Նա պատկերացրեք, որ մեկը որ վատ բան գրի։ Բնականաբար։ Ռաֆայել ջան, ողջույն, հարգանքներս, Դավիթն է Դերմեջան ասում։ Դավիթ ջան, ողջույն։ Սարյան Ամալիա, ինչ գեղեցիկ ազգանուն է, Սարյան։ Կապ ունեք արդյոք մեծ հայորդու հետ, հարգելի Տիկին Ամալիա։ Ռաֆայել ջան, Ռուսաստանը գիտական մակարդակով որտեղ է գտնվում։ Հարգելի Ամալիա, չեմ տիրապետում այդ տեղեկությանը, չեմ տիրապետում, բացարձակ։ Ջեն բարևներ Ռաֆայել ջան, աշխարհի հայեր ջան, Ռաֆայել ջան դարձել եք մեր ընտանիքի անդամը, Գոհար Կարեյանն է ասում, հարգելի Տիկին Գոհար հաճելի է շատ, սիրով, լավ մարդկանցով իրար հետ հանդիպենք ու այս համացանցը, այս ամեն ինչը թարմացնենք։ Ինչի ես չեմ տեսնում այդ ամբարո բաներին, որ կատարվում այնց, մեկ-մեկ ուղարկում են ինչ-որ բաներ են անում։ Ես որովհետև երևի մի 6 տարի, երևի 19 թվականից, երբ որ հասկացա ինչա կատարվում, ինչ մեդիա տերորա տեղի ունենում Facebook-ում, ես երևի մի 200 հոգու բլոկել եմ։ Ու իմ Facebook-յան էջը ստերիլ է։ Ես միշտ ասում եմ, բայց դա չեմ անում։ Ես բացելու եմ իմ Facebook-ի blacklist-ը, որը ինձ տրամադրում է Facebook-ը, որպես հավատարմագրված անձ, ու ես կարդալու եմ այդ մարդկանց անունները, ասեմ, Ժոջան, սրան բլոկեք, էսի fake է, էսի բանը, որը բացահայտված fake-երն են։ Ովքեր հաստատ գիտենք, այս մարդիկ զբաղվում են ձեր ուղեղը լվալու process-ով։ Այս դա Հայաստանի խնդիրը չի, ամբողջ աշխարհում է տենց։ Բոթ-ա կոչվում, այդ բոթերը, իդեպ հայերենով թտարը գուցե այլ բաղաձայնով փոխարինվել ավելի ճիշտ կլիներ, այդ բոթերը բաներ են, հրամաններ են ստանում, բան են անում, տարածում են եւ ձևավորում է հասարակական կարծիք։ Այնինչ Facebook-ը երբեք հասարակական կարծիք չի կարող լինի։ Այս վերջերս հրապարակեցին քաղաքական մի ուժի մասին, ինչ է մտածում ժողովուրդը, ես ինչ մարդու մասին, ու ցույց են տալու, կապ չունի, դա Քոչարյանի մասին է, Սերժի մասին է, Փաշինյանի մասին է, Տեր-Պետրոսյանի մասին է, բացարձակ կապ չունի։ Ես երևույթ եմ բացատրում որպես ամեն դեպքում մեդիայի ղեկավար։ Ոնց են անում։ Գնում են X հասցե, ասենք օպերայի բակ, Ազատության հրապարակ ու հարցնում են մարդկանց, ինչ է կարծում Պողոսի մասին։ Ասենք 20 հոգու նկարում են։ 20 հոգուց 5-ը ասում է թաղեմ սրան այն 5-ը ասում է վայ փրկված են առանց իրա կյանք չունենք, այն 5-ը ասում աղբե ջան դու դուք է ձեր ամեն ինչն է եւ այլն, այն մեկն ասում է ես իմ լավ կլինի ժողովուրդ ջան դե մի բան կենանք մի բան ահա գալիս են ստուդիա այդ ամենից թողում են ամենանեգատիվը ամենաուժեղ նեգատիվ երկու հատը որովհետեւ psychologically երկու հատ վերջինը նստված կտալի ուղեղում, դա հոգեբանությունն է։ Ամենավատ երկու հատը թողում են վերջում, որպեսզի նյութը ավարտվի բացասական բանով եւ տպավորությունը լինի բացասական,
երկու հատ light բանը վատը թողնում են սկզբում, որպես կանոն երկու հատ դրական թողնում, այսինքն երրորդ, չորրորդը դրական կարծիք ա լինում, 5-րդը չեզոք եւ ամեն ինչ գնում է դեպի նեգատիվ ու ավարտվում է երկու ամենածայրահեղով։ Այտենց է արվում, բայց դա հարցում չի, որովհետեւ հարցումը իր մեջ ներառում է հազարավոր մարդկանց հարցադրումներ, տարբեր խմբի, տարբեր կրթական լեվելի, տարբեր սոցիալական հարթակներ են, բայց հարցում եթե այդ ընդդիմա դդմիկները կամ իշխանության ներկայացուցիչները կապ չունի ովքեր են անում այդ հարցումը, եթե իրանք կրթված լինեին ժուրնալիստիկայի մեջ, լրագրության մեջ, իրանք կհասկանան, որ հարցման ընդհանրապես մի ամբողջ բաժին կա, որտեղ մոտ 8 ամիս, 2 սեմեստր մենակ հարցումն են սովորում, ոնց անցկացնել հարցում, որովհետև տարբեր շրջաններում ապրող մարդիկ ըստ սոցիալական ցակման, իրանք տարբեր մոտեցումներ ունեն։ Սահմանամերձ գյուղում ուրիշ ձև են մտածում, հյուսիսային պողոտայի ռեստորանում ուրիշ ձև են մտածում, Գյումրիում ուրիշ ձև են մտածում, չգիտեմ, Կապանում ուրիշ ձև են մտածում։ Եվ այդպես շարունակ։ Եվ չես կարա գնաս 10 հոգու նկարես, ասես, ահա ինչ է կարծում ժողովուրդը։ Էսա, որը էլի սա գալիս է ծանր բաներից, ծանր ամեն բնագավառում բարձի թողի վիճակից։ Այսօր ամբողջ օրը, բարեկամներ, այրվեց մեր Նուբարաշենի, այդ Նուբարաշենա Սովետաշենի աղբանոցը։ Իդեպ զարմանալի է, բայց արդեն երկրորդ անգամ է մի վերջին 2-3 շաբաթվա մեջ բավական ուժեղ, բայց սա ասում են վերջին տարիների ամենահզոր հրդեհն էր։ Մենք արթնացանք Երևանում, ճիշտ է, մենք Աջափնյակում ենք հիմնականում, բայց անգամ կենտրոնն էլ հյուսիսային պողոտա, ծխի այդ թունավոր այդ հոտը այսպես կախված էր քաղաքում, հիմա նոր հիմա դուռ պատու անփակել ենք, նստել ենք հոկտեմբերի 10-ը AC ենք միացրել, որ օդ շնչենք, դուրս է այդ աղբի հոտը, ինքը էլի չի որ շատ վատ հոտ է, ինքը թույն է բառացիորեն, շնչել չի կարելի։ Հիմա այսօր Ավինյանը դուրս եկավ եթեր մի կես ժամ առաջ, ասում է բարձել ենք սա կազմակերպած հրդեհ է։ Okay, ահա։ Հիմա եթե ես ասեմ, որ ես հավատում եմ, որ սա կազմակերպած հրդեհ է, ես կդառնամ, ահա, դու իշխանության թելն ես նետում, բանանում թելում, ոնց կլինի ամոթ քեզ եւ այլն եւ այլն։ Բացատրեմ ինչի եմ այդպես կարծում, որ սա դիտավորյալ է։ Որովհետեւ նման մասշտաբի աղետը հարված է հասցնում իշխանության ռեպուտացիային։ Այսինքն իշխանությունը չի կարա գնա ինքը վառի իր աղբանոցը, որովհետև բոլոր թրերը, նետերը, քարերն ու նիզակները ուղղվելու են դեպի իշխանությունը։ Այսինքն ես հասկանում եմ, որ մենք մազոխիստ բաներ սիրում ենք, այդ հաստատ։ Բայց ես չեմ կարծում գնան վառեն, որ բոլորն ասեն այդ հաղերես ինչ թաճման է, սա ընտրություններին բանը առաջ լավ էր, հասկանում եք, չեն անի տենց բան։ Ումա դա ձեր տալի։ Տարական լոգիկա է, ձերա տալի նրանց, ովքեր պայքարում են իշխանության դեմ։ Հնարավոր է արդյոք այրել աղբանց, այո, շունը տիրոջը չի ճանաչում։ Շուրջան, մենք այնց երկրում ենք ապրում, որ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Դրա համար ինչ մեղադրանքներ ունեմ իշխանության, ասեմ, ընկերներ, պարոն Ավինյան, հասկանում եմ, դուք քաղաքապետ եք, դատախազ չեք, բան չեք, բայց իշխանության ներկայացուցիչ եք կամ կապեր ունեք, բան ունեք եւ վերջը մեղադրանքներ ա ուղղվում իշխանությանը, բացահայտեք։ Ձեր ասած մուրճը ձեր ձեռն է, քարը ձեր, ինչ ասած ձեր ձեռն է։ Բացահայտեք, ցույց տվեք, ասեք, ահա, այս սրիկաները այրել են, որ մեզ քանի չկա ապացույց ուղակի մենք parzել ենք դա դիտավորյալ է, ժողովուրդը կասի չենք հավատում։ Տրամաբանությամբ հասկանում եմ, ումա դա ձեր տալի, բայց տրամաբանությամբ չի, պիտի ապացուցեք, պատժեք, հասկանանք ինչ։ Դրա համար խառն է այս ամեն ինչը, հարգելի բարեկամներ, շատ խառ է։ Իդեպ Դուշանբեում է, Փաշինյանից խոսեցինք, Փաշինյանը Դուշանբեում է, արա դե Լուկաշենկոն տեսակ ինչ արեց, այսօր 3 դիպված եմ առանձնացրել, իդեպ էլի լրատվականում խոսել եմ։ Նախ Բելարուսի բռնապետը չի ներում Փաշինյանի լեզվակռիվը, որ անցյալ տարի տեղի ունեցավ, եւ ամեն անգամ ասենց է որ վրեդնի երեխեք կան, չէ՞ որ պալկիվ կալյոսը ռուսերեն ասած, պալկիվ կալյոսը, էլի նա каждом шагу նույն բանն անում, որ բան ինչ ասեց։
Ալիևն ա վերընկած Դուշանբեի այդ ֆորումն է, կադրերը կա Facebook-ում կարաք նայեք, վերընկած է այդ մեղավորը, Փաշինյանն է նստած մյուս ծերը բասկաթորի, այս Լուկաշն էլ այս կողմն է нստած, դեմը մեկը սենց ասում Эйдар, Инчеран, Ильхам Гейдарович асума. А вы говорили, Пашинян не приедет, волновались вчера. Вот Асума приехал, да куда он денется? Без нас он никуда. Հիմա հայերեն ովքեր չգիտեն. Ալիևին խոսքը ուղում Լուկաշենկոն ասում է բան Ալիև երեք անհանգստանում է իր Փաշինյանը չի գա, տեսար ոնց եկավ, առանց մեզ ինքը տեղ չունի գնալու. Куда он денется, ասում без нас он никуда. Ահա. Ու գիտես ինչն է դաժան է այս պատմության մեջ, որ ճշմարտության չափաբաժին կա. Ճշմարտության չափաբաժին կա, ինչքան էլ դա դառն է. Որովհետև մենք ոնց որ նստած ենք այնտեղ, մենք չենք կարողանում նստել բելգիացու հետ։ Մենք չենք կարող նստենք հոլանդացու հետ։ Ասեմ ավելին, հոլանդացի բառը մեր էս անգրագետ հասարակության մեջ առաջին բանը գեյն ու մարիխուանան է։ Հասկանում ես։ Հոլանդացին, որ ինչքան աշխարհագրական բացահայտում կա, Ամերիկա աշխարհամասի Նյու Յորք քաղաքով, որ նոր Ամստերդամ էր կոչվում, ամբողջ ճանապարհորդություններով, ինչ որ կա, հյուսիսային բանի Պալյարնի կրուգ հայերեն ոնց է, Պալյարնի կրուգից վերև Շպիցբերգեն երկրամասով, ամբողջ ճանապարհորդություններով, Դրեյկի նեղուցներով, Էլ չեմ ասում նավաշինության գյուտը պարուսների, որ ամբողջ աշխարհը հոլանդացուց է սովոր է, Պետրոս առաջինը նավաշինությունը հոլանդացուց է սովոր է, 1400-ականներին Ամստերդամ քաղաքը փրկել են, արա դու 21-րդ դարում ձեր գեղերը չեք կարում փրկեք, 1400-ականներին հոլանդացիք դամբա սարքեցին, որպիսի իրենց երկիրը Նիդերլանդ ցածրադիր հողը ջրերից, ջրեղեղներից փրկեցին եւ քաղաքը Ամստեր գետի վրա կոչվում է Ամստերդամ, դամբա, Ամստեր գետի դամբան, դամբլոկներ, ու դուք ձեռ եք առնում այդ ժողովրդին, ովքեր ծաղիկի բիզնեսը համաշխարհային մակարդակի են սարքել, ճահիճների մեջ կակաչ աճացնելով տեսեք ուր հասան, ու դուք ձեռ եք առնում այդ ժողովրդին, ովքեր քամիները 1000 տարի է քամին կարողացան հովմա այդ աղացների պես օգտագործելի շահ իրենց պետության, ովքեր կայսրություններով բան դարան, աշխարհակալ տիրություններ դարան, ու դուք ձեռ եք առնում հոլանդացուն, ով որ հազարամյակներով իր իդենտիկությունը պահպանել, այս դուք մի փշուր հող է մնացել ենել շոնեգելի բաժինա դառնում, ով եկավ ասիկ դավաճան, այս է մեր ողբերգությունը։ Մարդա չնման, մարդա չվան, ասма բանա բունը կկում փոխումա, ասма հոտա գալիս նրա վրից, այն մեր պատմությունն է։ Մի ձեռ արեք, ժողովուրդ ջան, ձեռ մի արեք։ Այո, ընդ կա, հասկացանք, առաջինն է Եվրոպայում, ով որ այդ այլանդակ բաները օրինականացրել է, դա ուրիշ հարց է։ Մի արեք։ Մի զբաղվեք այդ այլանդակ բաներով, բարոյականը տեսեք, նավաշինությունը տեսեք, ծովից ծովի երկրի ժառանգներ, նավաշինությունը տեսեք։ Հողմաղացները տեսեք, բիզնեսը տեսեք, ներդրումները, IT տեխնոլոգիաները տեսեք, այդ KLM ավիաուղիների որակը տեսեք մի հատ, Ամստերդամի ճարտարապետությունը տեսեք, ջրային ռեսուրսների կառավարումը տեսեք, այդ ինչ անունը, կատնամթերքը հոլանդական սաղ Եվրոպան Նոր Զելանդիայից չեն բերում այնտեղ որպես մաքրամաքուր, դա տեսեք, թույն ու թարախ է կերծնում ձեր ժողովրդին, հենա այսօր մի հատ շաուրմանոց են բռնել Սարյանի վրա, Սարյան փողոցի վրա շաուրմանոց են փակել, ինչ ասես վաճառել են բացի մսիծը այդ շաուրմայի մեջ, այնտեղ կատու մատու կար չկար, ես վերջերս կերակրում էի մուրզիլկեն, դա չկա, մի բան արին, բայց այդ կարևոր չի։ Էսա, ինչի՞ եք միշտ ամեն ինչի մեջ վատը տեսնում բանանում։ Ես ասեմ, հազարավոր տարիներ այդ մարդիկ այդ տեխնոլոգիաներով զարգացել են, հələ տեսեք ուր են հասել։ Մենք ուր ենք հասել։ Հələ իրանց 1400-ականների ամրոցներն ու բան, ես ասում եմ, հայ մարդ մի հատ ամրոց են սույս տու քո հազարամյակների ժառանգության մեջ։ Ասում բան ես անում, պատմությունը աղավաղում ես, ասում չեմ աղավաղում։
Չեմ աղավաղում, ես հայ մարդ եմ։ Ես ասում ցույց տու ինձ քո այդ բաների ժառանգությունները։ Մի հատ բանն են հիմա լավա վերականգնում են այս Արագածոտնի մարզում Ամբերթը բանը եւ այլն, հասկացանք։ Բայց չի կարելի էլի, ես որ մեկին ձեռ են առնում, կապ չունի ումա։ Ես դա դիտարկում եմ ամենաճղճին բանը մարտարարացի։ Ցանկացած ազգի, էլի։ Պետք չի ստորադասել։ Ամեն ազգ ինքը իր ճանապարհը անցել է, եկեք ամեն ազգից, մենք ասում ենք հին ենք, օքեյ, հին ենք, հաստատ հին ենք։ Ես չեմ կասկածի տակ դու, բայց եկեք ամեն ազգից լավը վերցնենք։ Բոլորից լավը վերցնենք ու ավելի հարստանանք, որովհետև այտենց է մարդկային ընթացքը, այդ մետաքսի ճանապարհ, որ ասել են, այդ որտեղից է եկել, որովհետև ամեն տեղից անցնելով հազարավոր այդ քարավանները կիլոմետրեր կտրելով, ամեն ժողովրդից մի բանը վերցրել են, ընդօրինակել են, զարգացել են։ Ովքեր կտրված են եղել այդ ճանապարհներից, մնացել են նենց, ոնց որ մնացել են։ Ու ավելի զարգացած քաղաքակրթությունները եկել են եւ տիրապետել են, ճնշել են, գրավել են։ Դա էլի պատմության ընթացքն է։ Հիմա այդ բնիկ ամերիկացիների պատմությունը, ավստրալացիների պատմությունը իրանք հետա մնացեին։ Իրանք էլ իրանք քաղաքակրթությունն են կերտել։ Մայաները, ացտեկները, գորոնները, ինչ ասես Մակչու Պիկչույա, ինչա ակյոնակատելը եւ մնացած ամեն ինչը սարքել են, բայց եկան ավելի զարգացած եվրոպացիները։ Նավերով խեղճերը բամբուկով թքում էին այդ ինչ որ sense բաներ, որ տիրապետեն, նրանք թնդանոթներով կարած դեմը բանանես։ Հիմա այդ է։ Այ մենք էլ պիտի կարողանանք հասնենք այն մակարդակի, ոչ թե ծիծաղանք դրանց վրա, այս ինչա այլ։ Մենք էլ հասնենք այն մակարդակի, որ մեզնից սովորեն։ Ողջույն որտեղից Հենգելոից, Աստված իմ, Լուսի Ավակյան, որտեղ է դա։ Հենգելո։ Պիտի Google անեմ։ Սուրեն Դավիթ Իսմայելյանը, good evening from Yerevan, բարի գալուս Երևան, բարով եկեք, էլ շատ հաճելի է։ Դիանա անով օգտատերը ասում է, ես մի բան եմ ուզում խնդրել, հարգելի մեկտաբանողներ, խնդրում եմ հայերեն գրեք ձեր մեկտաբանությունները, բայց եկեք ընդունենք, հարգելի Դիանա, ամեն դեպքում մեր ռադիոյի եթերը 8 տարի ամեն օր եթերում է, ես որ հիշում եմ առաջին շրջանը եթերային, բոլորը լատինատառ էին գրում, մենք շատ լուրջ առաջընթաց ունենք այս առումով, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին, ապրեք ժողովուրդ ջան, մենք ճնշող մեծամասնությունը հայերեն է գրում։ Լուսի Ավակյանը ասում է Նիդերլանդներից, դե այսքան որ խոսեցինք Նիդերլանդներից, ուրեմն բարևներ։ Գալու եմ մի օր, ժողովուրդ ջան, գալու եմ ձեր կողմերը։ Առիթ դեռ չեմ ունեցել ցավոք սրտի։ Նարա Ասլանյան, Ռաֆայել ջան, եթե 24 ժամ լիներ հաղորդումը, հաստատ մենք այստեղ կլինեինք ձեզ հաճելի անընդհատ լսել։ Շատ շնորհակալ եմ, բայց 24 ժամ կներ, չէ։ Ես տեղից մեր գործընկերների հետ բանավեճի մեջ եմ, ասում եմ, ես շատ եմ ռադիոյում, TV-ում շատ եմ, մի քիչ, ասեմ, թե չեք նկատես Facebook-ում վաղուց բան չեմ անում։ Առաջ Facebook Live-եր էի անում, բաներ էի ընթերցում, հիմա չեմ անում, որովհետև շատ է։ Հիմա եմ որ ասում եմ ռադիոյի եթերն է, մի հատ TV-ի եթերն է, բան, որովհետև ամեն օր այդ մի խոսքով շատ է, ես դրա այդ չեմ սիրում։ Բարև Ռատոնից, Բոկարատոն, Աստված իմ, ես որտեղից են մեր ռադիո, նոր տեղ է, չգիտեմ, դա էլ չգիտեմ։ Ռաֆայել ջան, համ բողոքում են, համ էլ Ամստերդամ իջնելուց հետո վազում են Red Light Districts, կարմիր լապտերի թաղամասի մասին է ասում Դավիթը, եւ Վան Գոգի թանգարան գնալու փոխարեն ընդ են գնում։ Դե հարգելի Դավիթ, ինչ ասեմ, ճշմարիտ է։ Այդպես է, ընդհանրապես ես երբեք որևէ ազգի ձեռարները չեմ հասկացել, անգամ եթե իրանք սոցիալապես շատ էսպես բան մակարդակի մեջ են, իրանք էլ իրանց էվոլյուցիան են ապրել, ամեն ազգ, ամեն ժողովուրդ իրանով է գեղեցիկ իր անցած ճանապարհով, դրա համար մի խոսքով համամարտկային արժեքների դավանողը պիտի լինենք, որովհետև մնացած այդ ամեն ինչը քայքայում է մարդու հոգին, իսկ այսօր ՄԱԿ-ը հոգևոր հավասարակշռության օրնահռչակել լինենք հոգեպես հավասարակշռված։ Վերադառնալով բան, այդ ուր էին գնացել Դուշանբե Լուկաշենկոյի
այլանդակ հայտարարությունից հետո թեթև լեզվակռիվ եղավ նաև եթե լեզվակռիվ չի, ավելի շատ անհամաձայնություն եղավ Պուտին-Փաշինյան, աստված իմ, մարդ չկար, հիմա Պուտին-Փաշինյան այնտեղ իրար հետ չհամաձայնվեցին, կադրերը էլի համացանցում կա, ապրանքաշրջանառության մասին է Պուտինը հարցնում, ասում է Նիկոլ Վավայեչիչկան ապրանքաշրջանառությունը, Փաշինյանը ասում է այս տարի ասում է 4.5 միլիարդ, ասում է нет, больше, չէ, շատ է, ասում է այս տարի ասում է նվազել է, ասում է չի նվազել, այս տարի շատացել է ու ավելի է շատանում, Պուտինը ասենց տիպը դու այդ թվերն է չգիտես բան։ Անցնում է մի ժամ այդ տեսանյութից հետո ուղիղ եթերով 10 գործակալությունը տալիս էր եթեր։ Անցնում է մի ժամ մեր արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկաբան հրապարակում է անում, որ Փաշինյանի հրապարակած տվյալները ճիշտ են 4.7 միլիարդ դոլարա շրջանառությունը կատարվել այս տարվա։ Այսինքն այս տարի Փաշինյանը ասել է այս տարի, այսինքն 25 թվի հունվարից մինչև այս հոկտեմբերի 10-ը։ 10 գործակալությունը հրապարակում է 2024 թվականին 11.5 միլիարդ։ Հիմա նայեք, ոնց է ժամանակագրությունը թվականը եւ բանը, անհասկացությունը, ինչպիսի կազուսի է հանգեցնում ուժ բանի ուզում ասել, բայց ոնց է փոխվում։ 2025 թվից մինչև հիմա, այո, ասում է այսքան է, այսինքն Փաշինյանը նկատի ուներ, որ ասում է в этом году, այս տարի։ Միասա ամփոփում են անցյալը։ Հիմա ես չգիտեմ այդ մնացածը ինչ եղավ, ոնց եղավ եւ այլն, գեղեցիկ չէր այդ ամեն ինչը, հեչ գեղեցիկ չէր։ Գնացինք առաջ, Տիտանիկը անգամ Ռոտերդամից է դուրս եկել։ Դե լտես ուր աղփում։ Այո, Տիտանիկը, հա, Ռոտերդամից գնաց Անգլիա, հետո ուղղություն բռնեց Նյու Յորք, չէ՞։ Ողջույն Ամստերդամից կրկին, Մելինե Մելիքյանից, հոլանդահայերը այսօր ստեղ են բոլորը։ Դիլիջանից բարևներ ունենք Սպարտակ Ղազարյանը, բարև ձեզ Դիլիջանից, մենք այս շաբաթ կիրակի անպայման Դիլիջան են գնալու, դիտելու Տերևաթափը, ֆանտաստիկ ժամանակաշրջան է, Տերևաթափը պիտի անպայման նայենք։ Կարևոր ասելիք է տեղին է, Բելգիայից բարևներ, Նարինե Գրիգորյանն է ասում, բարև ձեզ հարգելիս, ողջույն, Ֆլորիդա մեր քաղաք։ Ֆլորիդա։ Okay, Ֆլորիդայում է։ Շատ լավ է, շատ լավ։ Ընկերներ, մեր մոտ ավանդույթ է ձևավորվել, ես որոշ հատվածներ եմ գրքից ընթերցում, բայց մեր գործընկերներին մի հատ ասենք շնորհակալություն, հա, կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք անպայման կընթանանք առաջ եւ որոշ դիպվածներ ու դրվագներ ձեզ համար կընթերցեմ։ Հիմա առաջին գովազդային դադարը մեր հարգելի գործընկերների բիզնեսների մասին։ Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, հայ ամերիկյան օրագիր է։ Գնանք առաջ։ Ու դարձյալ երեկո է։ Մեզ ասում են, սա թավիշ է։ Որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները։ Հայրենիքը գենի մասն է, որտեղ մեր Աստված։ Գիշերվա անդորը սա կյանք պաշտող, բայց և կյանքը արհամարող ժողովուրդ։ Եվ Կալիֆոռնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով։ Եկա, ճիշտ ասած թերթում էի, որ հատվածից ընթերցեմ, մեր ռադիոլսողներից մեկը այն օրը ասում է Ռաֆայել ջան, իսկ կլինի ոչ թե ինչ-որ պատառ ընթերցեք, այլ ամեն ուրբաթ օր, որպես վերջաբան, հաղորդման վերջին 5-6 րոպեն, որ գիրքը շարունակեք, էլի ամբողջությամբ ընթերցեք, ընկերներ, ամբողջությամբ եթե ես 2 էջ եմ էլի ընթերցում, 300 էջանոց է գիրքը, էլի, ինքը սենց հիմա պրեսի տակ է թվում է թե այդքան էլ հաստափոր չի, բայց բավականին ծավալուն է ու
ամբողջը որ ընթերցեն բավական երկար ժամանակ լինելու, գուցե չգիտեմ ամիսներ ամեն ուրբաթ թե մենակ դիտարկենք, բավական երկար կտևի, դրա համար այդպես չէ, որոշ դրվագներ են բարբերաբար ընթերցում, բայց պետք է ասեմ, որ նոր խմբականակը գրքերի Լոս Անջելեսում է, մեծ մասը առաջին խմբականակին, որ ասում են Կռվով, Դաբով, LAX-ից բան, ուրեմն երկու մեծ արկղեր են, մի արկղը հանեցինք դուրս, որ ավելուկ ու մեղր էին դրել, մի հատը դեռ շարունակում է մնալ։ Օգոստոսի վերջի, պատկերացնես, օգոստոսի վերջի օրդերների, այսինքն սեպտեմբերին է եկել է, օգոստոսինը դեռ չեն կարողանում հանել։ Ուրեմն Սամվել Հակոբյանը, Ֆրեդ Փաշափուր, Եվա Հարությունյան, Ծովինար Մելքոնյան, Սամվել Ղուկասյան, Մարինե Թադևոսյան, Միրնա Դեմիրճյան, Գրիշա Սարգսյան, Նաիրա Ասատրյան, Հերմինե Սարգսյան, Արամ Միրզախանյան, Գևորգ Պետրոսյան, Կասիա Շիրինյան, Արմինե Էմի Ասլանյան, Մեգի Հովնանյան, Նազար Հովանչյան, Զարա Կատրզյան, Տոնիկ Նազարյան, Ալբերտ Մելքոնյան, Կարինե Ներսիսյան, Հասմիկ Հակոբյան, Կարինե Կակոյան, Գայանե Հովանիսյան, Գայանե Հովնանյան, Մարինե Արությունյան, Սարգիս Մարտիրոսյան, Գայանե Դարփինյան, Անժել Ամբարջյան, Դիանա Հովակիմյան, Այդա Մարկոսյան, Ալբերտ Ստեփանյան, Ազնիվ Զարդարյան, Բելլա Ամբարյան, Ժորժ Մելիքյան եւ Սամվել Կալամազյան։ Ձեր գրքերը ընկերներ հասել են ֆիզիկապես հասանելի են ERT-ն հեռուստաընկերությունում են փաստացի որ այս պահին կա։ Մնացած մասը մյուս հաղորդման ընթացքում, եթե մինչև այդ մեր ադմինիստրացիայից չզանգեն, հուսամ կարողանանք էլի երկու շաբթի օրը գոնե վերցնել, որովհետև բավականին այդ ավելուկներն ու բաները մեզ խանգարեցին, բայց ինչև է, այսօր հոգևոր հավասարակշռության օրն է, պահպանում ենք հավասարակշռությունը եւ գնում ենք առաջ, ովքեր դեռ չունեն, ես արդեն վերցրել եմ, ասում եք երգը, Կարինե Կակոյան, Տիկին Կարինե, շատ շնորհակալ եմ, շատ հաճելի է, որ վերցրել եք, որտեղ եք հասել, որ հատվածն եք գրքի։ Ես իհարկե որպես հեղինակ միշտ հետաքրքրվում եմ, շատերը ասում են Ռաֆայել ձեր ձայնով ենք կարդում, եթե դեռ չունեք, եթե չես ունեմ 20 հատ գիրք է մնացել, ընկերներ ամենայն երախտագիտությամբ շնորհակալ եմ, որ այսքան արագ սպառվեց։ Ես նոյեմբերին լինելու եմ Լոս Անջելեսում, նոր խմբականակով նոյեմբերի օրը արդեն կարամ հաստատեմ, նոյեմբերի 23-ին հեղինական երեկո եմ ունենալու, գրքի շնորհանդես, եթերում ավելի մանրամասն կասեմ ինչպես, Տոմսը, հրավերա Տոմսը եւ այլն, բայց այս պայդրությամբ բան չմնաց, անպայման պիտի հանդիպենք ու իրար հետ անցնենք այս պատումների վրայով։ Իսկ հիմա ձեր թույլտվությամբ մի էլի դիպված, որպես բարի ավանդույթ, ուր ենք հասել, միասին մի րոպե։ Դժվար է իմանալ որտեղից շարունակել։ Բարդ հանկերներ կոնկրետ մի հատված վերցնել եւ ես սա եմ սիրում, այս 4 պակասը, բայց դրա մի քանի անգամ ընթերցել եմ եթերում, եկեք այսօր այնպես բան փորձեմ, որ չի եղել։ Այս է երևի, կարծում եմ, այս է, օքեյ։ Սա կարծում եմ մանավանդ դրսում ապրողները կհասկանան։ Ասում է ոչ ոք չի նկատում քո անքուն գիշերները, սեփական անկողնում քո թավալվելը, դեռ լույսը չբացված ոտքի ելնելը, երկու աշխարհամասերի միջև կիսվելը եւ ամեն մի կիսագնդում ամբողջապես ներկա մնալը,
Ոչ ոք չի տեսնում քո անverջ վազքը, երկարաժամ մտորումները տարբեր գաղափարների շուրջ, երազները, որոնք դատապարտված են նյութականանալու։ Ոչ ոք չի տեսնում ծանր օրդ, ոչ ոք չի հաշվում, թե քանի անգամ ես հատում օվկիանոսը, ինչպես ես պայքարում քնի դեմ, երբ աչքերդ փակվում են անվերջանալի թվացող ժամային փոփոխություններից, թե ինչպես է քո դեմ ապստամբում սեփական մարմինդ, որը ունակ չի հասկանալու, թե տվյալ պահին որ ժամային գոտում ես հայտնվել։ Ոչ ոք չի պատկերացնում այն իրավիճակը, թե քեզնից որքան ուժ է պահանջում, որպեսզի տասնյակ ժամ թռիչքից հետո դեռ օդանավակայանից նոր դուրս եկած վազես ձայնագրության, եթերի, բեմ, որտեղ հազարավոր մարդիկ սպասում են։ Ոչ ոք չգիտի, թե օրվա ընթացքում քանի զանգի, նամակի, հաղորդագրության կամ մեկնաբանության է ստիպված լինում, նույն բարեկրթությամբ, քաղաքավարությամբ պատասխանել, որ չվիրավորես հանկարծ, թե ինչպիսի մարդկանց հետ ես հանդիպում, բանավիճում, պայմանավորվում, արդյոք նկատել են, թե մինչև գիշերվա քանիսն է վառվում աշխատասենյակից ճրագը, ոչ ոք չգիտի, թե ինչպես են ծանրանում մտքերդ և թե ինչպես է սեփական ձեռագիրդ քարշ տալիս քեզ տողերովդ։ Արդյոք մեկը հաշվել է, թե քանի օր, քանի տող ես գրում, քանի թերթ ես կարդում, քանի էջ ես խմբագրում և քանի ժամ ես խոսում։ Շատերի համար դեռ անհասկանալի է նաև այն, որ մի կարգին մանկություն էլ չունեցար, բախտ էլ երևի չունեցար, իսկ պատանեկությունդ անիծյալ երթուղայինների մեջ կիսաթեք կանգնած անցավ, ծանր ու սև պայուսակդ ուսին, շալակած բարձրախոսները, որի մեջ մի ողջ ապագա էր ամփոփված։ Ոչ ոք չի նկատել, թե ինչպես ես սնվել, որտեղ ես սնվել ես արդյոք այդ վազքի մեջ, երբ Չարենց փողոցի գետնանցումում ինչ էիր ուտում, ոնց էիր սնվում, ուտելու բան էլ մեծաշուրջ չկար, ուր մշտապես գարշահոտություններ բուրում, 100 դրամանոց հոթ-դոգը կուլ տալով վազում է իր կյանքին ընդառաջ։ Աստված իմ, ոչ ոք չգիտի, որ պատանեկությունդ փոխել ես արտագաղթի հետ, մերկ ձեռքերով ճանկռել ես օտար գետինը, բայց եւ չես ընկճվել, չես վախեցել, սիրտի թրթիրով գլորել ես տասնամյակները, բայց եւ վայելել ես երազանքներդ, կատարման բերկրանքը։ Ոչ ոք չի նկատել, որ մի ամբողջ հավերժություն բացակայել ես, ապրածդ կյանքի առնվազն կեսը եղել ես հեռու, որ բացակայ ես եղել հարազատներիդ կյանքից, որ մասնակից չես եղել նրանց տարեդարձներին, ամանորներին, տոնական սեղաններին, որ իդեպեսի ամենածանր մասն է, որ ծնողներիդ բացահայտել ես ծերության ճանապարհին ու չես նկատել նրանց դեմքին գոյացող կնճիռները։ Աստված իմ, ով որ 10 եւ ավել տարի դուրսն է ապրել կհասկանա։ Այսինքն դու պատկերացրա, մեկին 15 տարի չես տեսել, մեկին որն է հարած, ասենք ծնողիդ, տատիկիդ, մորդ, հորդ, պապուդ, եղբորդ, հարազատ մարդու, ու դու բացահայտում ես, կարող է քո վրա այդ տարիքը չի երևում, բայց դու գնում ես մեկ է տեսնում ես մարդ 80 է, դա ամենահավոր բանն է, որ դու չես նկատում, դու բացակայել ես այդ մարդկանց կյանքից, տոնական սեղաններից, ոչ ոք չգիտի, որ հայելու մեջ նայելով զգացել ես, թե ինչպես ես փոխվում, ինչպես են ժամացույցի սլակները քեզ առաջ հրում, ոչ ոք չի հաշվել, թե քանի գրկախառնություն ես բաց թողել, որքան ծնողական քնքշանքից ես զուրկ մնացել, սիրած աղջկա համբույրից, եւ վերջապես ոչ ոք չգիտի, թե որքան ես տառապել, որքան ես ներքուստ լացել, որքան ես կռվել կիսաթած բարձիդ հետ գիշերը, որ քո միակ ունկնդիրն էր անիծյալ լռության մեջ, եւ այդ ամենը ոչ ոք չգիտի, եւ այդ ամենը իհարկե մի փոքրիկ մասն է միայն ապրումներիդ, զգացածիցդ, տեսածիցդ, որ ոչ ոք այդպես էլ չի իմանա, բայց բավական է, որ այս բոլոր տառապանքներից հետո բախտդ փորձես, համարձակվես հաջողել եւ հաջողության հասնել, երբ բոլորը ոչ միայն կտեսնեն այդ հաջողությունը, այլև չարախնդորեն,
չարախնդորեն կհարցնեն. Այդ ինչու, այդ ինչպես, այդ որտեղից։ Ու ավարտելով մտորումներս հարգելի ընթերցող կասեմ հետևյալը. տեսնել կարող են բոլորը, բայց նկատել միայն հատուկենտ մարդիկ։ Կարծում եմ, այս շատ ուժեղ հատված է էմոցիոնալ, դա վերաբերում է շատ շատերին, ովքեր դուրսն են ապրում։ Մանավանդ, ովքեր ձեզ ճանաչում են, չէ, որ ասեն, ահա, տեսար ինչ արեց, բայց ոչ ոք չգիտի այդ ինչ արեցից առաջ ինչերով է անցել այդ մարդը։ Դուրս ապրող մարդը գիտի, դրսում ապրող մարդը կհասկանա։ Ստեղ ապրողը, ով որ հիմա լսում է անգած բան, կասի, «Այս քսավեսի բան, չգիտեմ, Նիկոլի զոմբի», sense բան կասի, «Էշ ավանակ, չբեղնավորված զվաբջիջ», բայց այդ չի կարևոր։ Այդ չի կարևոր։ Կարևորը էությունն է, որ ամեն մի հայ, տես մենք հաղորդման սկիզբը սրա մասին էինք խոսում։ Ամեն հայ ինքը իր ճանապարհն է անցել, իր պատմությունն է կրում, իր գենետիկ ժառանգությունն է կրում, իր պապերի ուժն է կրում, չգիտեմ, ամեն մեկը ինչ որ մի բան կրում է ու չի կարելի ամեն մեկին, որ ասում է, իր արշինով չափել, որտեղից, ինչեր։ Ես օրինակ չեմ համեմատում ոչ մի բանի հետ, բայց ծանոթներ իհարկե շրջապատ, մանկության ընկերներ, բաներ գիտեմ, ովքեր ասենք բան չունեն, 35 տարեկան մարդ է, որ կատու չունի։ Նա կատուն շատ լավ բան է, բայց կատու էլ չունի։ Բայց ես մեկ անալիզ եմ անում, զուտ նայում եմ, ասա, ես հիշում եմ այս ամեն ինչը։ Ես սոլֆեջոյի 5 տարեկան, 6 տարեկան երեխա սոլֆեջոյի նոտաների տետերը թևիս տակ գրած գնում էի սոլֆեջոյի, ես անտերանոց է, որ մատերս տվին ջարդին կանոնով այդ դպրոցը երաժշտական, եսի ավտոտնակների վրա վազում էր, գոռում էր, ինձ է ձեռ էր առնում։ Կամ մյուսը, ես գնում էի ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկայի հանրահաշիվ երկրաչափություն մաթեմատիկայի պարապելում զորով չէի ուզում, բայց պետք էր, նադա Ֆեդիա, նադա կարգախոսի հիման վրա։ Ուրիշը, ասենք, ծխում էր նույն այդ պատեզդում, որտեղից դուրս էի գալի, հələ ինձ է ձեռ էր առնում, ասել բատաղեն չծխի, ես կյանքում չեմ ծխել։ Ու հասկանում եմ, որ կյանքի դրվածն ամեն մեկը պիտի նայի իր մեջ, ու նույնն էլ ասենք լոսում։ Ես մարդիկ գիտեմ, տուն եկել են Ամերիկա 40 տարեկանում, այգիի նստարանին են քնե, բայց հիմա սարերի վրա են ապրում, աշխարհով ամբողջ Ամերիկայով մեկ տներ ունեն 20 տարվա մեջ, 15 տարվա մեջ։ Դա հպարտանում եմ ես այդ մարդկանցով։ Ես մարդիկ գիտեմ 40 տարի Ամերիկայում են ապրում, մի բառ անգլերեն չգիտեն, բայց անենց բարեկեցության են հասել, որ քեֆս բերում է։ Հալալ լինի այդ մարդկանց։ Ու էլի եմ ասում, մենք գիտենք այդ ոնց են արել, ստեղից ընդեղից փողերը բան, արա ձեր ինչ գործն է։ Ձեր ինչ գործն է, ուրիշի երկիրն են տարել, ձեր երկիրը չեն տարել։ Ինչ էլ արել են, էլի ընտանիքներ են պահում։ Այսի էլի չկայացած մարդկանց սինդրոմն է։ Մենք այդ մարդկանց գիտենք, ախպեր ջան, ձեր ինչ գործն է։ Էտա բանը Տրամպը, որ Տրամպը ինքն է ասում 5 անգամ բանկրպտսի եմ արել։ Լավ չի արել, օքեյ, վատ բան է արել, բայց ձեր ինչ գործն է։ Մարդիկ եկել են սովետից փախել են, լեզու չիմանալով ինչերի մեջ ասես հասել են ու գիտեմ ստեղ ինչեր են անում, ինչ ներդրումներ են անում, ինչ կամպանիաներ են բացել, շատ լավ գիտեմ, բայց անուններ իհարկե չեմ տա։ Դրա համար ես չեմ սիրում այդ ստեղի մարդիկ, ովքեր ստեղ են թալանե։ Ամենա դատապարտելի խոսքերը իրանց, ովքեր Հայաստանն են թալանե։ Ներում չկա այդ մարդկանց։ Բայց ովքեր դրսում են կայացել, երջանկություն են փնտրել, Ամերիկայի Constitution-ի մեջ է գրած։ Ամեն մարդ ունի երջանկություն հայթայթելու իր իրավունքը, թե այդ ոնց է հայթայթում։ Այդ արդեն թող օրենսդրությունը ասի, թող բռնեն պատժեն։ Այդ շատ կարևոր դիտարկում է։ Դրա համար եւս մեկ դաթար ու ավարտենք ընկերներ, շատ խոսեցի։ Ներ մի ժամից ավել է եւ ամփոփենք մեր զրույցը։ Իհարկե այս ընթացքում դրվագներ էի կարդում մեկնաբանություններից։ Ոմանք համաձայն են, ոմանք համաձայն չեն։ Մի խոսքով, որքան հարազատ գրություն Մադլեն Աբրամյանն է ասում, շնորհակալ եմ։
Ամբողջը ճիշտ էր 100%։ Հուզվել եմ, Շողիկ Սարգսյանն է ասում։ Արփինե Ժորապարսադանյանը։ Ռաֆայել ջան, կարդացել եմ այդ հատվածը արցունքներով։ Կարդացել եմ ու մտածել, որքան ահավոր է կարոտը եւ դրսում ապրելը։ Հարգելի Արփինե, շնորհակալ եմ։ Դե գիտեք ոնց, թեպես այս արտագաղթ կոչվածի մասին շատ չեմ ցավում, որովհետև դա հայկական է, այս վերջերս Connecticut նահանգից շատ հայտնի արվեստագետ էր Երևանում, արվեստի ժամանակակից արվեստի թանգարանում իր ցուցադրությունն էր, ես Instagram-ով, YouTube-ով բան էի արել, լուսաբանել էի, Ջոն էր անունը, պրոֆեսոր Ջոն, ինքը ուրեմն ծածկոցների արվեստա ներկայացնում, որը շատ բացառիկ բան է, չէի տեսել մինչև այդ textile art է կոչվում, ինքը ադիալ կոչված է մեր, հա ծածկոցները, այնպես է գործում, նենց է կարում բան, որ արվեստի գործերը շատ լուրջ հաջողությունների է, ասենք տարիքով մարդ է 70-ի մոտ։ Երբ որ խոսեցինք այնտեղ ցուցադրությունից հետո, դե ճանաչում ենք, ասեցի որ Լոս Անջելեսում եմ ապրել 12 տարի, Լոս Անջելեսում եմ ապրել, մոտ 3 տարի Յուտայում եմ ապրել, 6 տարի Ռուսաստանում եմ ապրել, ընդ եմ ծնվել, մեծացել, Հայաստան բան, ասեց ի՞նչ է զգում մարդը, էլի դե ամերիկացի գիտեք ոնց են, ամերիկացիք միտը ծնվում են, իրանց տուն, իրանց տեղ քաղաքներն են փոխում, նահանգներն են փոխում, բայց երկիրը հազվադեպ են էլի փոխում, այդ ես էլ ասում եմ Հարգելի ջան, ասում եմ this feeling is very Armenian feeling, ասում եմ այդ որն է, ասում եմ հայկական զգացմունք է դա, ասում եմ հա, որովհետև during the centuries մեր ժողովուրդը դարերի ընթացքում էսա բան ոնց է կոչվում, ғարիբ ժողովուրդ, մեր դասականներն են ասել, ես չեմ ասում, այսինքն այդ հայության անբաժան մասն դարերով նույն բանն է եղել, որդիս գնաց, այդ հիմա ես էլ իմ 21-րդ դարի ғարիբն էի, մյուս այդ հայկական բան է, հասկանում եմ ինքը լավ չի, լավորից չի եւ այլն, բայց փառք Աստծո, որ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ եթե 18-րդ, 19-րդ, 20-րդ դարում կռունկ մի խաբար բեր, այս վիճակը պրծա վերջապես, ախպեր ջան, ազատ աշխարհ է, գնացեք, եկեք, տեսեք, այս այդ դարը չի, էլի Տիտանիկը չի, սկանք մեռանք, ազատ աշխարհ է, վերջը թուղթ չունես, փող չունես, գործերդ վատ է, ասեն ես միշտ չափանիշ ունեմ, այսօրվա պես հիշում եմ 2013 թիվն է, համալսարան եմ սովորում, Յուտայում եմ, ես $200 եմ Ամերիկա գնացել, միշտ ասում եմ եթերում ու դրանով հպարտանում եմ, որ ես ինչ-որ բաներ չեմ ունեցել, Յուտա Վալեյ համալսարանում էի սովորում, այս վերջերս այդ ահավոր դեպքը, որ եղավ ցավոք սրտի, տենց ավելի հայտնի դարավ համալսարանը, բայց այդ չի կարևոր, ես աշխատում էի catering service-ում, Յուտա Վալեյ University, because of my visa type, I can't work outside of the campus. Ես պիտի հենց աշխատեի համալսարանի տարածքում ըստ վիզայի օրենքի Միացյալ Նահանգների, որտեղ դու ուսանող ես, իրավունք չունես, աշխատանքային վիզա չի քոնը, քո ուսանողական վիզա է եւ փառք ու պատիվ Ամերիկայի կառավարությանը, որ հնարավորություն են տալիս ուսանողներին արտաժամյա աշխատել, որ ամիսը $900 վարձը կարողանայի տալ։ Ու ես աշխատում էի catering-ում, ամեն աշխատավարձից, որ ծերին հազիվ էի ուղղակի ապրում, հազիվ էի ապրում, $50-ով, $30-ով ամիսը դնում էի մի կողմ, այդ պորտմանը մինչև հիմա պահում եմ, տոմսից փողը $750, տոմսից փողը ետադարձ, թեպետ ես երթվել էի, որ ես հետ չեմ գալու, որտեղ ես խաչ էի քաշել ուղղակի Հայաստանի իրականության վրա, այս Հայաստանը մեկ է հեղափոխությունից հետո, ոչ թե հեղափոխությունից հետո է մեկ է, այլ անձնագիրս հայկական, որ վերականգնել եմ եւ հետո Ամերիկայի բանով եկել եմ, որտեղ ոչ չեմ դրել մինչև այդ, երթվել էի ու այդ կարգախոսը, եթե դու փող չունես տոմս առնելու, հայրենիք գնալու, մորդ տեսնելու, քո տուն գնալու, եթե դու փող չունես, բա դու էլ ինչի ես դուրսը։ Եթե մարդ իրան չի կարող ապահովել մի հատ քոսոտ տոմսով, որ գնաս մորդ գրկես, քո
տունը գնաս մի հատ քո տեղերի մեջ պարկես քնել, բա դու էլ ինչի ես տառապում։ Ու այդ կարգախոսով ես ապրել եմ տարիներով։ Եթե դու չես կարող քեզ մի հատ տոմս առնես, որ դու գնաս, այդ քո պայքարը ինչի համար է։ Հանուն ինչի է քո պայքարը։ Եվ ոմանք չեն հասկանում դա, ոմանք ես դրա մասին եմ գրքում նաև խոսում, որ ես տուն էի վարձել մի հատ բանում։ Մի խոսքով էական տուն էի վարձել Ամերիկայում։ Ուրեմն այդ տանտերը, ով որ Սանտա Կլարիտայում տներ ունի, Վեգասում տներ ունի, բանում այդ ինչ անունը, Palm Springs, բան, այսինքն կարգին բան է։ Ասում եմ մերս մեռավ չկարացա գնամ թաղմանը։ Հերս մեռավ չկարացա գնամ թաղմանը, մեծ քուրս մեռավ, սա մեռան ինքը չկարացա գնա թաղմանը։ Մեկը սենց է անում։ Ասա, բայց green card-ս եկավ։ Իհարկե այստեղ ես իրավունք չունեմ մարդու անձնական որոշումների մասին գնահատական տալու, բայց ես չեմ կարող դա հասկանամ։ Ինչը կարա լինի ավելի կարևոր այս դարում։ Եմ ասում եմ, ու ինքը ոչ ընտանիք ունի, ոչ բան չունի։ Սա կյանքը զբաղվել է գործով։ Ամբողջ ազգուտակը էլ չկա։ Ոչ մեկ չկա, ոչ մեկի շիրիմին չի կարող գնա, կամ գնա շիրիմներին դիմավորի։ Ահավոր բան է։ Էլի ես չեմ դատապարտում, ես իրավունք չունեմ գնահատական տալու։ Ես փոքր մարդ եմ մարդկանց ճակատագրերի մասին որևէ գնահատական տալու համար, բայց ես որպես մարդ ես դա չեմ կարող հասկանամ։ Դրա համար երբ որ լիքը բաներ եղան եւ այլն մարդկային ճակատագրերի հետ սկսեցի ծանոթանալ որոշ բաներ, հստակ եղավ, որ չէ, կյանքում ամենակարևորը դա սիրելի մարդիկ են եւ այդ սիրելի մարդկանց հնարավորինս մոտ լինելն է չափի մեջ։ Սեփական կյանքը չտուժելով իհարկե։ Դրա համար վերջ, այսքանը փիլիսոփայեցի շատ։ Այսքանը այսօրվա համար, բարեկամներ, ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն։ Մնացեք Արմյուզիկ ռադիոյի հետ, սա յոգա ուղիղի համար նախագիծն էր։ Այսօր հավասարակշռության միջազգային օրն է, ըստ ՄԱԿ-ի տվյալների, եւ շնորհակալ եմ իմ գործընկերներից, որ այդ հավասարակշռությունը դարձնում են որպես չափանիշ։ Սևան Meat Market եւ Սևան Meat and Fish Market մեր հաղորդման գլխավոր գործընկերը, գլխավոր հովանավորը, ծանոթությունները քիչ առաջ եթերում էին, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք բարեկամներ, դա մեծ պատիվ է։ Level ռեստորանի Lounge Glendale-ում եւս մեր կողքին է տևական ժամանակ, շնորհակալ ենք, դեպի շաբաթօրը այնտեղ կարաոկե ժամ ունեն, այցելեք։ Դասականները catering ծառայության Vivaldi Venues and catering ծառայությունը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք հարգելի բարեկամներ։ Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր կողքին է, շնորհակալ ենք անչափ, որ պաշտպանում եք մեր իրավունքները։ LA Smart Blinds կազմակերպությունը, սրահը, նոր շոուրումը 1808 Victory Boulevard հասցեում, առաջատար է իր բնակավարներում, փրկոլա փաթիոներ, բլայնդներ, վարակույրներ, LA Smart Blinds ամենամեծ տեսականիով։ Little Paris Boutique-ը 44 տարվա հարգանք պատվով եւ հայերի ամենասիրելի առևտրի կենտրոն հանդիսանալով 30% զեղչով հանդես Little Paris, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Իհարկե մեր բացառիկ գործընկերը Դոկտոր Ուիլյամ Քոստիգանը հարյուրավոր մարդկանց նոր կյանք ապարգևելով, ոտքի կանգնացնելով եւ ապրելը լիարժեք դարձնելով, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Jazve Garden բացօթյա միջոցառումների համար հրաշալի ռեստորանը Թահանգա քաղաքում 6500 Foothill Boulevard-ի վրա, շնորհակալ ենք։ SVH Travel-ը իր 5-օրյա շրջագայությամբ Thanksgiving-ի շրջանակներում Royal Caribbean նավով եւ սիրելի արտիստներով, Claims Assist պրոֆեսիոնալների թիմը Կարո Աճեմյանի գլխավորությամբ, ով ձեր իրավունքների պաշտպանն է ինշուրանսների հետ պայքարում, որ ձեր տունը բնակարանը եթե ուժել է ստանաք մաքսիմալ փոխհատուցում, շնորհակալ ենք Claims Assist թիմին։ Symmetry Care Chiropractic Center-ը Glendale քաղաքում 425 East Colorado Street, Unit 570, Դոկտոր Երվանդ Տիտիզյանի գլխավորությամբ, ով եւս ազատում է մարդկանց ցավերից։ Դե ինչ ասեմ, ընկերներ, այսքանը մենք կհանդիպենք արդեն մյուս թողարկմանը, առջևում հանգստյան օրերն են, հանգստացեք, իսկ Արմյուզիկ ռադիոն ինչպես եւ միշտ կլինի ձեր լավագույն ընկերը։ Լավ եղեք։
Յոգա ուղեղի համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք-շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։